Բարեկալուս Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցին։ Բարև ձեզ, պարոն Սաքուն, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Պարոն Սաքուն, ձեզ հետ խոսելու ենք վերջին շրջանում հրազենի գործադրմամբ ակտիվացած դեպքերը, շատացած դեպքերը եւ դրա արդյունքում նաեւ տեղի ունեցած սպանությունները, մի քանի սպանություն Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում Երևանում։ Ձեր կարծիքով ինչու է աճում զենքի գործադրումը Հայաստանում եւ դրա արդյունքում նաեւ մահվան ելքերը եւ սա ուղղակի լրագրական տպավորություն է մի քանի դեպքերից թե իսկապես նման աճ դուք էլ եք գրանցում որպես իրավապաշտպան։ Ճիշտ ասած վիճակագրության որպես այդպեսին, հա, վիճակագրություն չունեմ այս պահին ձեռքից տակ, բայց թեկուզ մեկ դեպք, ասենք ամենավերջի իհարկե լավ է որ սպանություն չի եղել, բայց երիտասարդների այդ ծեսկրտուկը քաղաքի հենց կենտրոնում էր ու կանխվել էր ազգային գվարդիայի ծառայողների կողմից, ընդ որում հրազենի զգուշացնող, հա, կրակոցներով, օդ կրակելով։ Սա վկայում է, որ իրապես խնդիրներ ունենք հասարակության մեջ քրեական վարքագծի կանխման տեսակետից։ Կփորձեմ մի քանի հարցադրումներ ձևակերպել, որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ի վերջո ինչ չի արվել, որովհետև երևույթը ոչ միայն պետք է նկարագրվի, այլ նաև երևույթին հանգեցրած պատճառները շատ ավելի կարևոր են, որպեսզի եզրահանգումները լինեն հիմնավոր։ Հարց առաջին. արդյոք այդ հայտնի ուրեմն սպանությունը, որը բնակելի շենքերի տարածքում էր, Աչափյանքի մասին նկատի ունեք, այո, մասնակիցները որևէ կերպ իրենց վարքագծով չեն դրսևորել այնպես, որ ուշադրության կենտրոնում հայտնվեն, չէ՞ որ միանգամից, ասենք թե բաց երկնքում միանգամից կայծակ կամ պայթյուն չի լինում։ Դա նշանակում է պետք է նախորդածներ ինչ-ինչ ուրեմն հանցագործությունը նախապատրաստվում է, պլանավորվում է, խնդիրը նույնիսկ վարքագիծ է որոշակի դրսևորվում, խնդիրը մասնակիցների վարքագծի մասին է խոսքը։ Այո։ Եվ այստեղ համայնքային ոստիկանության կոնկրետ եւ նաեւ քրեական ոստիկանության, չէ, երկու կարևոր ճյուղերն են, որոնք իդեպ ձևավորման փուլում են։ Դրանց աշխատանքի հետ կապված հարցեր կան։ Ես կասկածում եմ, որ ահազանգեր չեն եղել։ Եվ իմ այս բացասված հարցերը, որ կշարադրեմ հետո, հենց ուղղված են թե քննության ընթացքում, որտեղ կա մի փուլ, կա քրեական գործի քննություն եւ կա ծառայական քննություն։ Չնայած արդեն քրեական գործի շրջանակներում իմ նշած հանգամանքները պետք է քննության առարկա դառնան։ Ստացվել է ահազանգ արդյոք թե ոչ։ Այդ միջադեպի մասնակիցներից որևէ մեկի կամ մի քանի հոգու վերաբերյալ։ Ինչ գործողություններ են իրականացվել ոստիկանության կողմից։ Նկատի ունեմ բացատրական աշխատանքներ կամ օպերատիվ հետախուզական գործողություններ։ Կանխարգելման նոված։ Առնվազն, տեսեք, պետք է իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրել, հետո նոր ըստ դրա կանխարգելիչ գործողություններ կատարել։ Նույնիսկ կրկնեմ, ես կասկածում եմ, որ ահազանգեր չեն եղել, բայց ինչքանով է լուրջ եղել եւ համարժեք գնահատվել այդ ահազանգերի ռիսկայնությունը, որտեղ այստեղ ռիսկայնության մասին է խոսքը։ Վերջնաշուտ պետք է քարտեզագրվի առանձին ուրեմն տարածքներ, նաեւ առանձին խմբեր, ասենք թե, որոնք ակտիվություն են ցուցաբերում, կարող է լինել շատ թվում առաջացած բարձունակ, ասենք, կարող է բարձր ձայնով կամ, չգիտեմ, հասարակության կամ շրջապատի մարդկանց նկատմամբ արհամարական այդպիսի պահվածք եւ այլն, բոլոր դեպքերում սրանք հարցեր են, որոնք պետք է քննության առարկա դառնան։ Եվ ընդհանրապես ոստիկանությունը ինչ գործողություններ է կատարել միջև միջադեպը եւ ինչ տեղեկություններ է ունեցել,
Սրանք հարցեր են, որ պետք է կոնկրետ միջադեպի հետ կապված քննության առարկա դառնան, ոչ միայն թե պարզելու համար, թե այդ կրակոցներ արձակողները ովքեր են եղել, ինչպես է տեղի ունեցել դեպքը, հա, զուտ դեպքի, նաև իհարկե զենքի ձեռքբերման աղբյուրները, վերջին հաշվով նաև ապօրինի զենք են կիրառել, բայց կա մեկ հարց, դա քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անհրաժեշտության մասին է խոսքը, որովհետև ես ինչու համար հիշատակեցի երիտասարդների այդ ծես կրտուկը կամ ավելի ճիշտ մեկին մի ամբողջ խմբով, որովհետև դա ցայտուն վկայություն է, որ քրեական ենթամշակույթը որպես վարքագիծ, որպես մտածելակերպ չի թույլատրելի չի դարձել։ Եվ այստեղ ես հարցեր ունեմ կրթության բնագավառի հետ կապված վերջին հաշվով։ Տեսեք, մենք գոնե տեղյակ ենք, թե դպրոցներում կամ ուսումնական հաստատություններում, ասենք այդ նույն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ինչ վիճակը, շատ բավական մտահոգիչ է, հատկապես այդ սոցիալական ցանցերի, հա, ներգրավմամբ այդ տարածումը եւ այլն, կրթության ԿԳՍՄ-ն, հա, կրթության, գիտության, սպորտի նախարարությունը, բայց կոնկրետ կրթության բնագավառում այս հարցերը կրթական քաղաքականության մեջ ինչ տեղ ունեն որպես խնդիր եւ դրա լուծման ուղղությամբ ինչ մեթոդիկաներ կամ ինչ քայլեր են մտածում։ Լավ կհիշեք 2018 թվականին, 19 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, այդ ժամանակվա կառավարությունը հայտարարեց եւ զորահանդուրժողականություն կոռուպցիային եւ նաեւ քրեական բարքերին եւ այդ ժամանակ ընդունվեց նաեւ օրենք, այսինքն քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին էր ակտիվորեն խոսում։ Դրանից հետո եղան ինստիտուցիոնալ փոփոխություններ, ոստիկանությունը դարձավ ներքին գործերի նախարարություն, ստեղծվեցին համապատասխան ստորաբաժանումները, կառույցները եւ այլը։ Կարծես մի կողմից հայտարարված նպատակը, մյուս կողմից ստեղծված կառույցները, որ պետք է ծառայեն այդ նպատակին, կան, բայց մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ նման այսպես պորտկումներ վատ իմաստով քրեական ենթամշակույթի դրսևորումներ։ Որն է պատճառը, ով է այստեղ, որ օղակում է խնդիրը։ Պարոն Նաղդեսյան, տեսեք, երեք բառացիորեն ես հետևում էի որոշակի նյութեր Միացյալ Նահանգների միգրացիոն ծառայության այդ աշխատակիցների կողմից, որոնք իրապես զանգվածաբար խախտում են մարդու իրավունքները։ Եվ նրանց աշխատակիցներից մեկը սենատում այդ քննիչ հանձնաժողովի առաջ ինչ մի հատ ցուցմունք տվեց, այսինքն արդեն նախկին աշխատողը, որ ամբողջ կրթական ծրագրերը միգրացիոն ծառայության աշխատակիցների համար հանվել են։ Այսինքն մարդկանց ծառայողները, որոնք պաշտոնատար անձիկ են, չէ՞, վերջնական պետությունը նրանց չեն կրթում այլևս հարգանք սահմանադրության նկատմամբ եւ սահմանադրական նորմերի բովանդակությունը իրավունքների հետ կապված բացառապես զենքի տիրապետման օգտագործման հետ կապված տեխնիկական հարցեր, բայց գիտելիքը, որ այդ զենքը կիրառողը պետք է իմանա, որ գնահատի իր գործողությունը եւ իրապես իրավունքի տեսակետից, հա, մոտենա հարցին, դա այլևս չեն սովորեցնում։ Ես հիմա հարցս ուղղում եմ հետեւյալը, այո, դրա համար ոչ թե անձե մարդուն, վնասազերծված մարդուն կարող են գնդակահարել։ Այո, այսինքն ես այստեղ առաջնահերթ խնդիր եմ տեսնում նույն քրեական ոստիկանության, որը նոր ձևավորման փուլում է գտնում, բայց այնուամենայնիվ անցել են, չէ, որոշակի ֆիլտրացիա եւ ասենք ընդունելության փուլ են անցել եւ այլն, բացի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու կարողություններից, այսինքն զուտ ուժային գործառույթներ, զենքի տիրապետում, հնարքներ, վնասազերծել եւ այլն, այդ գիտելիքը օրինակի համար քրեական ենթամշակույթը ճանաչելու օրինակ ինչով է դրսևորվում կամ որոնք են այն սիմպտոմները, նշանները, որոնց հիման վրա պետք է կարողանա իրավապահ մարմնի ծառայողը ախտորոշի կամ հասկանա, ընկալի, որտեղի ունի քրեական ենթամշակույթի դրսևորման դեպքեր։ Եվ դրա նկատմամբ ունենա անհանդուրժողականություն։ Ոչ միայն անհանդուրժողականություն է, բնականաբար, այլ նաև իմանա, թե ինչպես պետք է այդ երևույթը կանխարգելելու կամ այդ երևույթի հետ ինչպես վարվել։ Օրինակ
ուժային մեթոդներով չես կիրառելու, ասենք թե, չգիտենք, բռնել, ձերբակալել, վնասազերծել եւ այլն, որտեղ այստեղ մարդկանց հետ գործ ունենք, որոնք տարբեր պատճառներով կարող են հայտնվել այդ քրեական ենթամշակույթի շրջանակում, չէ՞, վերջնաշով։ Այստեղ լուրջ խնդիր կա։ Ես գտնում եմ, որ իրավունքի հետ կապված լուրջ այո, առաջինը կրթության հետ կապված հարցն է, մյուսը բարեվարկության հետ կապված։ Այսինքն բարեվարկությունը դա որտեղ մեկ անգամ կրթել ու դրա հիման վրա ընդունելություն կազմակերպել մեկ բան է, բայց ընդունվելուց հետո պարբերաբար վերապատրաստումները դա անխուսափելի են։ Ես դեպ կարող եմ ձեզ ասեմ, նույնիսկ այնպիսի մի ժողովրդավարական պետությունում, ինչպիսին Լեհաստանն է։ Մենք հնարավորություն ենք ունեցել ներքին գործերի նախարարության աշխատակիցների հետ, այլ ուրեմն ծրագրով այցելել, գիտեք, քաղաքական իշխանության փոփոխության այդ Կաչինսկիների օրոք ոստիկանության համակարգը այնպես է այլասերվել, որ շատ ոստիկաններ բարեխիղճ, որոնք մինչև այդ ուրեմն ներգրաված են, ստիպված են եղել թողնել ոստիկանական համակարգը դուրս գալ, որտեղ վստահ արդեն վարքագիծը, մտածելակերպը, մոտեցումը այնպես է փոխվել, որ արդեն ավտորիտար կառավարման, հա, ոճի են դարել եւ քաղաքական կլիմայի փոփոխությունը ազդել է։ Այսինքն ինչ եւ այստեղ այո, շատ ճիշտ է, որ քրեական փոփոխություններ կատարվեց, քրեական ենթամշակույթի պայքարի, ինստիտուցիոնալ եւ այլն եւ կարեւոր ներքին գործերի նախարարության, բայց սա անոթն է, հա, բայց բովանդակության հետ կապված կրթությունը պահանջում է, որպեսզի անընդհատ ապահովված լինի եւ ամեն մի դեպքի հետ կապված վերլուծության ենթարկվի։ Ես կարծում եմ, որ տեսեք, օրինակ շատ հեռու չգնանք, քրեակատողական հիմնարկներում քրեական ենթամշակույթը վերացել է։ Հիմա քանի տեղեկատվություն կամ բոլոր օրենքով գողերը իսկապես գտնվում են ճաղերի հետևում Հայաստանում, թե չեն գտնվում։ Նույնիսկ օրենքով գող ընդհանրապես դա անթույլատրելի է։ Այդպիսին հանդես եկողները, օրինակի համար, նրանք անպատիժ են, իրանք զգում իրենց, թե այնուամենայնիվ պետք է զսպած լինեն, չէ՞, կամ ընդհանրապես թույլ չտան այդպես նույնիսկ կիրառելը։ Մենք տեղեկություններ ենք լրատվական միջոցներով քրեակատվական հիմնարկ այցելության ժամանակ, ասենք հարազատի կողմից, կնոջ կողմից կամ եւ այլն թմրամիթի փոխանցման փորձ են կանխում, անգամ փաստաբան էին, չէ՞, ձերբակալել այս վերջերս, որը փորձել էր իր պաշտպանյալի հետ հանդիպման ժամանակ թմրանյութ փոխանցի։ Սա կներեք, օքեյ, լավ է, որ կանխել եք, բայց դա նշանակում է քրեակատվական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառության խնդիրը կա, չէ՞, պահանջարկը կա։ Ինչ է կարել, որ այդ բանը թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ոչ միայն փոխանցելու, որը դա կարևոր է, այլ ներսում մթնոլորտը փոխելու։ Հիերարխիան քրեակատվական հիմնարկում գիտենք, չէ՞, նայողներ, այդ ինստիտուտ վերացվել է, թե ոչ։ Մի հատ հարցնեք բանին, քրեակատվական հիմնարկումներ ունեք վերացվել է, թե ոչ։ Ոչ, չի վերացվել։ Եվ շատ հաճախ այնտեղից նաև այդ ամեն ինչը ազդում է նաև դրսում գտնվող ինքը մեկուսացված չի հանրությունից։ Այդ քրեական ենթամշակույթի կրողները, այդ քրեական ենթամշակույթին բնորոշ սկզբունքները, հիերարխիան ինքը չի վերացել։ Այսինքն ես այստեղ նկատում եմ, որ խնդիրը միայն ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ փոփոխությունները չեն, դրանք բավարար չեն։ Իհարկե այնտեղ, ինչպես նշեցի, կրթական վերապատրաստման, վերահսկողության, նաև արդարադատության համակարգի, նկատում քրեակատվական համակարգը, դա բոլորին այլ որ կրթական համակարգի մասին է։ Ես զուտ վիճակագրություն, որովհետեւ նաև մեր հրուսադիտողը տեղյակ լինի, վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ հրազենով հանցագործությունները տարեստարի աճել են։ Օրինակ 2025 թվականին 152 դեպք է գրանցվել, 24-ին 109 դեպք, 23-ին 94 դեպք։ Սա գրանցված դեպքերն են։ Դե հրազենի կիրառմամբ, հա, հանցագործությունները իհարկե դժվար է թաքցնելը, հեսա հավանական չէ, հիմնականում գրանցվում է։ Հա, որովհետև դա հրազենի առնվազն կիրառումից վիրավորված կամ այդ դեպքերը բժշկական հաստատություն թաքցնելը մի քիչ շատ դժվար է պատկերացնել։ Այլ հարց է թե քննության արդյունքում այդ դեպքերով, օրինակ այդ վիճակագրության հետ, դրանցից քանի դեպքով է որ
քրեական գործը մեղադրական եզրակացություն նախ բացահայտվել են կատարողները եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան եւ քանից նա պատասխանատվության ենթարկվել, չէ՞։ Սա խոսում ենք քրեական պատասխանատվության։ Ոստիկանությունից ասում են, որ անցած տարի կարծեմ 50 դեպք է եղել մոտավորապես սպանության եւ 50-ն էլ բացահայտվել է։ Ձեր նշած թիվը 90-ը քանից էր։ Հա չէ, սպանության նկատի ունեմ։ Այո։ Okay, սպանության հրազենի օգտագործման թիվը շատ ավելի մեծ է, անպայման չէ, որ սպանեն։ Սա բացի այդ զենքի ապօրինի շրջանառության հետ կապված հարցերը։ Բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ իրավապահ համակարգը դա, այսինքն քրեական պատասխանատվությունը ամենավերջին գործիքն է, որը պետք է կիրառվի, երբ որ կատարել ես այն մնացած գործողությունները, որպեսզի նվազեցվի այդ ելքերը, նման քրեական բնույթի ելքերը։ Այսինքն դու կանխարգելում ասածը հո միայն ձեռքից բռնելը չէ, ասենք թե կամ որ չսպանի, բայց հենց այդ ձեռքը, որը փորձ է կատարում այդ զենքը կիրառել, այդ ձեռքը կրող սուբյեկտի հետ կամ սուբյեկտների հետ հանրության մեջ աշխատանք կատարվել է, թե չէ։ Օրինակ հիմա դպրոցում արդյոք այդ քրեական դուք ասում եք մի հատ օրինակ ասեմ։ Երեխան, որի ծնողը ասենք դատապարտված է ազատազրկել, ինքը նույնիսկ կարող է հպարտանալ, ասել որ ծնողս նստած է։ Ես հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն ինքը նույնիսկ ազատազրկվածի, որտեղ ինչ որ հանցագործության համար մարդը ազատազրկվել է, չէ՞։ Այսինքն դա ողբերգություն լինելու փոխարեն կոպիտ ասած։ Այո, դա պետք է ընդունվի որպես ոչ դրական երևույթ, բայց ինքը այդ երևույթով կարող է նույնիսկ կարգավիճակ փորձի ձեռքբերել, որ գիտեք ոնց է, ինքը նստած դուս եկած կամ նստածի, հա, այսպես կդերեք բարբառային բառով։ Դրա հետ կապված ինչ են անում։ Եվ այդ վարք ու բարքը մտնում է տարբեր ոլորտներ, դա մտնում է բանակ, դա մտնում է տարբեր հաստատություններ, դպրոց, կրթական բանակի հարցը վերեկային ամենանեւ չտուրք տանք այն բանին, որ եթե բանը բանակում եղած խնդիրները պայմանավորված են այլ հասարակությունից եկած, որտեղ դա հասարակության հայելին է բանակը խփած արտադրությունը։ Զինված ուժերում ռեժիմային ըստեյության, այնպես ինչ-որ քրեակատորական հիմնարկում։ Հիմա մենք հարց ենք բարձրացնում քրեակատորական հիմնարկում քրեական ենթամշակույթի, քրեական հիերարխիայի դրսևորումների դեմ կանխելու, դրանց դեմը առնելու։ Նույն ձևով էլ զինված ուժերին, որտեղ այդտեղ զինվորական կարգապահությունը պետք է աշխատի։ Եվ ընդ որում ամենաբարձր մակարդակով էլ ընդունվում է, որ ցավոք սրտի քրեական բարքերը զինված ուժերին հաղթահարված չեն։ 31 մահացության դեպքերից 9 ինքնասպանություն եւ սպանության դեպքեր, նախնական միջև մեր տվյալները չեն հրապարակել դեռ, բայց տեղեկանքի կամ զեկույցի վրա աշխատում ենք։ Զինված ուժեր։ Այո։ 30 այդ 9 սպանություն ու ինքնասպանություն, դա զինվորական կարգապահության խախտման հետևանք է։ Ոչ կանոնադրական հարաբերությունների։ Բա ինչի մասին է խոսքը։ Նշանակում է իրապես, չգիտեմ, սպա հոգեբաններ, հետևել անձնակազմի հետ անհատական աշխատանքները։ Դա եղել է անցած տարի ներողություն։ Անցած տարվա տվյալներն եմ։ Եթե չեմ սխալվում, նախարար Պապիկյանը, Սուրեն Պապիկյանը իր ասուլիսի ժամանակ ասում էր, որ անցած տարի չեն ունեցել դեպք։ Եթե չեմ սխալվում։ Չէ, խոսքը վերաբերում է հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Հրադադարի ռեժիմի։ Հա, խոսքը դե հրադադարի ռեժիմի խախտման հետևանքն է, բայց խոսքը վերաբերում է արդեն հրադադարի ռեժիմի խախտում չկա, բայց մահացության դեպքերի մեջ կան այդ դրսևորումները։ Հա։ Եվ դա իրապես քրեական Սարսեն ոչ կանոնադրականի մասին էլ խոսեց։ Լավ, այնուամենայնիվ ես երբ ոստիկանության այս հարցերը ուղում են, ասում են, գիտեք, բացարձակ թվերով մեծ է թվում թիվը 50 սպանության դեպք, չգիտեմ, հրազենի կիրառմամբ հանցագործություններ եւ այլն, բայց ասում են ընդհանուր պատկերի մեջ դա շատ չնչին տոկոս է։ Օրինակ, սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության 0.1%-ը, մեծ շեղում չի եղել նախորդ տարիների հետ կապված։ Առհասարակ հրազենի գործադրման հանցագործությունները ընդհանուր շատ քիչ 0.3%-ն են կազմում։ Կարելի է այսպես վիճակագրական տվյալների ֆոնով, վիճակագրական տվյալների այսպես ցուցիչներով ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, ընդհանրապես իրավապահ մարմինների գործունեությունը վիճակագրության տվյալներով գնահատելը ես գտնում եմ, որ ճիշտ չէ,
ավելի նույնիսկ դրական են աշխատում կամ լավ արդյունավետ են աշխատում, թե ոչ հիմնվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշով նույնպես ճիշտ չի։ Որովհետև ոնց կարող եմ ես ասենք թե հաշտ լինել, չնայած շատ կարող է որ նվազում է, այսինքն վիճակագրությունը հնարավորություն է տալիս իրավիճակի գնահատման համար պատկերացում կազմել, բայց դա մի ցուցիչն է։ Բայց դրսևորումը, երբ որ բնակելի այդ տեսանյութը նայել ենք չէ բոլորս։ Բնակելի թաղամասում։ Բնակելի թաղամասում։ Կարող էին լինել երեխաներ, պատահական անցորդներ։ Եվ այդ զենքի կիրառողները բացարձակապես նույնիսկ այդ չեն բան արել, կանխել իրենց, որ հնարավոր է իրենց զենքի կիրառումից բոլորովին այդ միջադեպի հետ առնչություն չունեցող մարդիկ վնասվեն։ Կամ ինչ է նշանակում օրոցերեկով, այսինքն ես նկատի ունեմ այդ մարտահրավերը, այդ գիտեք գիշերը ասենք թե գնալ եւ այլն ինչ որ դարանակալել, ինչ որ հատային եւ այլն անպատժելիության որոշակի զգացում է այդ մարդկանց մոտ առնվազն։ Երեխաները հավաքում են, չգիտեմ, երիտասարդները օրը ցերեկով ցես կրտուկ են, մեկին որոշում են, բռնում են ու ծեծում են։ Ու չեն մտածում, ասենք թե որ կարող է այդտեղ ոստիկան հայտնվի։ Իդեպ ասեն որ ազգային գվարդիայի կողմից այն այո, լայնածավալ աշխատանքները, խուզարկություններ, ձերբակալումներ եւ այլն։ Այսինքն կա ռեսուրս, չէ՞ ինչ որ։ Բայց ինչի դեպքից հետո պետքա կիրառվի։ Իհարկե կա իրավունքի տեսակետից պետքա համաչափ լինի։ Այսինքն ես խոսում եմ օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին, դա չի նշանակում, որ բոլորին պետքա ուրեմն հետապնդել կամ բոլորի նկատմամբ արտաքին բանը հետևել կամ խնդիրը կայանում է հետևյալում։ Մենք պետք է ունենանք իհարկե ասեմ հանցավորության դեմ ռազմավարություն է մշակվում, բայց մենք պետք է ունենանք առաջին նշեցի կրթական կոմպոնենտը, երկրորդը քարտեզագրում։ Մենք ունենք այդ քարտեզը կրիմինալ վիճակների եւ ռիսկերի։ Իսկ որ խմբերը պետք է լինեն Ոչ վերահսկողության միայն այլև աշխարհագրական տիրույթները եւ այլն։ Այսպեսի մի հատ պետք է լինի պատկեր քարտեզի վրա, որտեղ որոշակի ուրեմն եւ այդտեղ է վիճակագրությունը կարևոր ահազանգերը օրինակի համար, որտեղ որ շատանում են, նշանակում է այդտեղ ինչ-որ մի բան այնպես չի։ Նշանակում է այդտեղ պետքա շատ ավելի բացատրական, շատ ավելի հանդիպել բնակիչների հետ։ Պարոն Սարգսյան, այստեղ վերջին հարցը տամ ես մեր ուրեմն հարցազրույցի։ Տեսեք, բնակիչների մասով, երբ ոստիկանության էլի ուղում են այս հարցը, ասում են բնակիչներն էլ են իներտ, գիտեք, չեն ահազանգում, չեն խոսում դրա մասին։ Մենք գնում ենք որոշակի գործողությունների հետևից, երբ որ այլ որ ահազանգեն բնակիչները, նախապես մեզ տեղեկացնեն, այսինքն համագործակցաբար չեն տրամադրված։ Սա ոստիկանության խնդիրն է, թե բնակչության խնդիրն է։ Դա ոստիկանության խնդիրն է։ Եվ ուղղակի գիտեք, այդ նման հարցը որ ձևակերպում են, ուղղակի դա ինքնախոստովանություն է, որ հասարակության վստահությունը ոստիկանության նկատմամբ ցածր եւ դա ուղղակի, չգիտեմ, գիտակցում են, թե այդ ձևակերպման մեջ կամ այդ ձևակերպումը ինչ է ցույց տալիս, բայց նման ձևակերպումը արդեն իսկ վկայում է կամ հիմնավորում է, երբ որ իրանք խոստովանում են, որ այո, հասարակությունը չի վստահում։ Ինչ խոստովանական ցուցմունք է իրենց դրա։ Այո, հասարակության վստահությունը, առանց հասարակության վստահության իրավապահ մարմինների հանդեպ չի կարող լինել կանխարգելում, սա պետք է առանցքային լինի։ Իսկ ինչու չեն վստահում։ Որովհետև պաշտպանվածության տեսակետից, բյուրոկրատական քաշքշուկի տեսակետից, հա, վերաբերմունքի տեսակետից, որտեղ սա շատ կարևոր է։ Տուժողին պետք է, գիտեք, տուժողը կարող է կրկնակի վատ վերաբերմունքի արժանանալ իրավապահ մարմնի ոչ պրոֆեսիոնալ մի անգամ զոհ է դարձել եւս մեկ անգամ զոհայնացվել։ Կա այդ, այստեղ մի քանի հարց ես բարձրաձայնում ձեր մոտ, տիպիկ օրինակով նշեմ։ Չեչեն աղջկա սպանության հետ կապված, չէ՞։ Սա իհարկե եւ երկրորդ իհարկե կանխարգելեց արդեն ոստիկանության կողմից։ Երբ որ հայրը եկել էր փորձում էր սպառնալիքներով առևանգի վերադարձնի, ելի ընտանեկան բռնության հետ կապված։ Տեսեք, մենք չունենք իրավապահ համակարգում փորձագետների են խումբը, որոնք կուսումնասիրեն քրեական դրսևորումների առանձնահատկությունները
օրինակ քրեական ենթամշակույթի ուղղությամբ փորձագետ, որտեղ իրավապահ մարմինը կոնկրետ գործառույթ ունի։ Բայց այդ գործառույթի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքը տվողը պետք է լինի փորձագետը։ Այսինքն ուղեղային կենտրոն, այո, ուղեղային կենտրոն, որը վերլուծի, ճանաչի, հետազոտի եւ տա որոշակի ռեկոմենդացիաներ, թե ինչպես պետք է, ինչը պետք է հաշվի առնել։ Օպերատիվ կառավարման կենտրոնը Չէ, ես խոսքում եմ փորձագետ։ Օրինակ այդ մտածում եմ, որ նույնիսկ օրինակ դատախազությունում առանձին փորձագիտական խումբ լինի, ոստիկանություն ու ներքին գործերում առանձին, միգրացիոն ծառայության հետ կապված առանձին, քննչական մարմիններում առանձին։ Վերջի արհեստական բանականություն կա, դա էլ կարող են ինտեգրել իրենց գործողությունները։ Չէ, չեմ ասում ամբողջությամբ դրան վստահ են, այլ բայց Հայաստանի պարագայում ես կարծում եմ, որ կարող է ոչ թե կարող է պետությունը պետք է այդ փորձագիտական մի խումբ ձևավորի, որոնք պետք է ոչ միայն հանցագործությունը ուսումնասիրեն, պատճառներ եւ այլն, այլ ճանաչեն այդ հանցագործության կատարման մոտիվացիաները, դրանց հանգեցրած պատմությունը, օրինակ, ինչպես է լինում, որ մարդը հայտնվում է այդտեղ ուսումնասիրության առաջ, մեր մոտ քրեական այդպիսի իրավիճակի հետ կապված հետազոտություն նույնիսկ պրոֆեսիոնալ, հա, մասնագիտական գրականության մեջ չկա, ապագա իրավաբանները կամ հիմա մի հատ հարցել օգտվելով առիթից։ Եթե մենք ճանապարհները բացում ենք, իսկ դա կարևոր է, չէ՞։ Մի բանա փակ համակարգում դու գտնվես, մի բանա ճանապարհները բացես։ Ճանապարհների բացելը դրականի հետ միասին ապրանքաշրջանառություն, մարտահրավերներ է բերում։ Նաև մարտահրավերներ, այդ մարտահրավերները ճանաչված են մեր մոտ։ Մենք քարտեզագրել ենք, որոնք են հնարավոր մարտահրավերները, օրինակ նույն բանը ամենապրիմիտիվ, հա, որպեսզի հասկանալի լինի։ Իսլամական ֆունդամենտալիզմի որոշակի դրսևորումներ կամ վերազգային հանցագործության որոշակի խմբավորումներ եւ այլն։ Մենք ունենք տեղեկությունների բազա, օրինակի համար, որոնց եւ փորձագետներ, որոնք ուսումնասիրում են վարքագիծը, մտածելակերպը, գործելակերպը, որոնք շատ կարեւոր են իրավապահ մարմնի կողմից թե կանխարգելման, թե քննության որակը ապահովելու համար, որովհետև կնեք այդ գիտելիքը քննիչը կարողա չունենա եւ ինքը ուղղակի տեխնիկային է տիրապետում, չէ՞, հարցաքննության եւ այլն, բայց այն հարցերը, որը պետքա տա, չէ, քննիչը կոնկրետ դեպք է դիտարկում, մակրո պետք է լինի հայացքը, ես այս հարցերը բարձրացնում եմ այդ առանձին փորձագիտական խմբի ձևավորումը, որտեղ դա պետության պարտավորությունն է։ Երբ որ մենք խոսում ենք հանցավորության դեմ պայքարի, տարբեր ասպեկտներ, մենք տարբեր գործոններ թվարկեցինք։ Այդ համալիրը պետք է լինի եւ դա պետության պարտավորությունն է, որպեսզի իրապես իր քաղաքացիները պաշտպանված լինեն եւ այդ դեպքում նաեւ խոսալ համայնքային ոստիկանությունը պետք է այդ համայնքի բնակչության հետ պարբերաբար խոսալ, ոչ թե որ բանը ուսադիրներով մարդն է ու ինքը բոբոյա, որ եկել է ընդհանրենք տվյալներ ավակը, այլ մարդկանց հետ փոխադարձ վստահության եւ լսելիությունը մարդկանց իրենց խնդիրների վերաբերյալ հնարավոր ռիսկերի մասին ապահովված լինի, երաշխավորված լինի։ Եթե դա չկա, այդ աշխատանքը չկա։ Ես ես վստահ եմ ոչ մի անգամ որևէ քաղաքացի չի վստահելու։ Այդ վստահությունը ով է ձևավորելու, եթե ոչ իրենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Սիվիլիա տաղավարում ես զրուցեցի Արթուր Սաքունցի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։